Նախագիծը իսկապես շատ դրական եմ գնահատում, բայց ինձ մոտ հարց ծագեց, մենք աշխատաժամանակը սահմանում ենք ժամը 8-ից 18:00 եւ 1 ժամ ծնողը կարող է օգտվել առավոտ չգալով, թե աշխատաժամանակի վերջին 1 ժամը օգտագործել բացակայելու համար, ինչպես է ընտրում այդ 1 ժամը երբեք օգտագործում եւ ծնողներից հայրը թե մայրը կարող են այս իրավունքից օգտվել։ Հարգելի Տիկին Ղազարյան, մենք օրենքում շատ չենք մանրամասնել, հիմնական կարգավորումները թողել ենք գործատուի եւ աշխատողի միջև կնքվող պայմանագրում ֆիքսվեն կամ ներքին կարգապահական կանոններով, այսինքն օրենքով ամրագրել ենք այս իրավունքը, սակայն որ ժամին իրենք կարող են բացակայել, դիմում պիտի ներկայացնեն անպայման գործատուին, ինչպես դա կֆիքսի գործատուն եւ ինչպես կկառավարի, որպիսի աշխատանքը չտուժի, այս բոլոր մանրամասները արդեն գործատուն եւ աշխատողը իրար միջև պետք է լուծեն։ Մենք իրավունքը տալիս են եւ հորը եւ մորը, հավասար իրավունք ենք տալիս, նաեւ կարող են համաժամանակյա բացակայել, այսինքն եթե իրենք ընտրել են, որ միասին են տանելու երեխային մանկապարտեզ, ապա միասին կարող են բացակայել աշխատանքից, այստեղ որևէ համադրելու անհրաժեշտություն չենք տեսել։ Զուտ արձագանքի տեսքով ասեմ, ես օրինակ պատկերացնում հայրը տանի մանկապարտեզ, 1 ժամ հնարավորություն ունենա ուշ ներկայանալ աշխատանքի, մայրը 1 ժամ շուտ դուրս գա եւ եթե այս հնարավորությունը կա, սա հիանալի է։ Մայրը հայ տարբերություն չկա։ Ունեք արձագանք, Տիկին փոխնախարար։ Տիկին փոխնախարար, կարող եք արձագանքել Տիկին Ղազարյանի արձագանքին, եթե ուզում եք։ Իրականում մի ժամը ոչ, ամեն ցանկացած աշխատող ունի կես ժամ բացակայելու հնարավորություն։ Եթե նույն վայրում են աշխատում, պատկերացնենք նույն վայրում են աշխատում, առավոտյան հայրը տարավ կես ժամ բացակայեց եւ երեկոյան մայրը վերցրեց կես ժամ բացակայեց։